Օգոստոսի 23-ին մեկնարկել էր կարիքավոր երեխաների համար «Ես կարող եմ» ճամբարը։ Այն նոր գիտելիքների և ծանոթությունների հնարավորություն է ընձեռնում երեխաներին։ Քառորյա ճամբարը կազմակերպվել էր օգոստոսի 23-ից 26-ը «Ես կարող եմ» կարիքավոր երեխաների համար խորագրով։ Կազմակերպվել է Sky ակումբի կողմից, թվով մասնակցում են մոտ 40-ի մոտ երեխաներ, կան տարբեր կարգավիճակների, սոցիալական անապահով ընտանիքներից և հատուկ կարիքավոր երեխաներ, որոնց փորձել ենք ընդգրկել, հավաքել մեկ ընդհանուր ճամբարի մեջ և կազմակերպել նրանց առերան, ինչու չէ նաև ինտելեկտուալ մրցույթներով, խաղերով և հետաքրքիր ժամանցի միջոցով։ World Vision կապանի կամավորները փորձում են այս մի քանի օրը երեխաների նախասիրությունների հիման վրա կազմակերպել նրանց ժամանցը։ Բարը նախատեսում ենք առավոտյան ժամը 10-ից մինչև կեսօրվա 1-ը, մինչև 13:00, առավոտյան կազմակերպում ենք սպորտլանդիաներ, ակտիվացնող խաղեր են կազմակերպում, որից հետո ապլիկացիոն ժամ երեխաները զբաղվում են նկարչությամբ, կինետիկ ավազով, այսինքն ամեն մեկը գտնում է իրեն նախասիրության համապատասխան զբաղմունք, որից հետո նայում ենք մուլտֆիլմ, ընթերցում ենք հեքիաթներ և քննարկում ենք այդ հեքիաթները, փորձելով նրանց մեջ զարմանալ արժեքներ։ Երեխաների մեջ հետաքրությունը մեծ է, բոլորը տարբեր են ու ամեն մեկի հետաքրությունները տարբեր է ու նրանք շատ զարգացած երեխաներ են։ Երեխաներից շատերը նախկինում նույնպես մասնակցել էին նմանատիպ ճամբարների և այս անգամ ևս տպավորությունները դրական էին։ Լավ եմ զգում, այստեղ շատ հետաքրքիր է անցնում, ամեն ինչ անում ենք և դրսում և ներսում։ Վաղն էլ գնալ ենք արշավ, հուսով եմ, որ շատ հետաքրքիր է անցնել ամեն ինչ։ Մասնակցել եմ մի քանի տարի անընդմեջ և ուրախություն ստացել։ 3 տարի առաջ գալիս եմ։ Գալում ենք, խաղեր ենք խաղում, տենց էլի։ Ճամբարում արդեն 3-րդ օրն է, որ ես գալիս եմ ու հենց առաջի օրվանից շատ այստեղ դուր եկել։ Այստեղ ես շատ ընկերներ ունեմ ու այստեղ շատ լավ խաղեր ենք խաղում։ Այստեղ ես լավ ժամանց եմ անցկացնում և ես կցանկանամ, որ այսպես ամեն տարի լինի։ Ես շնորհակալություն եմ հայտնում World Vision կազմակերպչական անդամներին, որ այսպիսի հաճելի ճամբար են ստեղծել։ Ուրախալի է, որ երեխաները ճամբարից իրենց հետ կտանեն դրական տպավորություններ և վառ հիշողություններ, որոնք կմնան նրանց հետ ողջ կյանքի ընթացքում, չէ՞ որ հենց մանկական հիշողություններն են, որ դառնում են մեր կյանքի անբաժան մասնիկը։ Սոնա Օհանջանյան, Լիլիա Ղազարյան, Սյունիք Օնլայն։